Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ առաջարկում է խմբագրել պատարակների տեքստը եւ արարողակարգը։ Նա վաղ առավոտյան վերլուծել է Սուրբ Պատարագի տեքստը եւ ըստ այդմ առաջարկել է կիրակնօրյա պատարակներից առաջ 10:55 բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Փաշինյանը, ով դպրոցական ծրագրերից հանել է Հայոց եկեղեցու պատմություն առարկան, պնդում է, որ հայ առաքելական եկեղեցին հիմնադրվել է պետության կողմից պետության որոշմամբ։ Ինչ եմ առաջարկում, որ Սուրբ եւ Անմահ պատարագից առաջ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցիներում հնչի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Պատարագի տեքստում Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու մի այսպիսի հատված կա եւ դրանով մեկնարկում են քահանաները ըստ էության պատարագը, ասում է հետեւյալը. խորհուրդ խորին անհասանելի անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղենների դասը գերապանծ փառքով զարդարեցիր։ Այսինքն խոսքը գնում վերին պետության մասին, վերին պետության մասին եւ պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը վերին եւ ներքին պետությունների միջև։ Կրոնագետ Վարդան Խաչատրյանը անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին նշում է. եկեղեցին ժողովրդինն է հիմնադրվել է Քրիստոսի առաքյալների կողմից, ուստի նման դիտարկումները տեղին չեն։ Եթե նայել պետական եկեղեցի, ասենք միգուցե իմաստ կունենար այն ժամանակ նա եղել է փաստացի պետական եկեղեցի, չնայած ունեցել է իր կոնֆլիկտները նաև իշխանությունների հետ, վերջին հաշվով մենք ճակատագրի բերումով փաստորեն բաժանվել ենք հայ ժողովրդի։ Մենք ասում ենք հայ ժողովրդի պատմություն, որի անունը փորձեցին փոքր լուծել, փոխեցին, բայց ուտել ենք անճիշտ չէ, որովհետև գտնվում ենք տարբեր երկրներում։ Բոլոր հայերը, որոնք գտնվում են տարբեր երկրներում, նրանց մի ճնշող մեծամասնություն անվիճելիորեն օրինակ հնազանդ քաղաքացիներն են այդ երկրների։ Հիմա դա համաշխարհային կառույց է, կամենում ենք թե չէ։ Այդ տեսակետից, ասենք, այդպիսի տեղայնացումը, այդպիսի լոկալացումը ես չեմ կարծում, որ այսօր անհրաժեշտություն է։ Եթե մենք այսօր մեր իշխանությունները հանդիսանում են ժառանգորդը մեր թագավորական դինաստիաների, պետք է նայել թե ինչքանով է դա օպտիմալ, բայց մեր եկեղեցին, որ համաշխարհային կառույց է, դա բոլորս գիտենք, չէ՞, դա թաքցված բան չի։ Հիմա այդ տեսակետից, ասենք, սա հայոց եկեղեցին է, ոչ թե Հայաստանի պետության պետական եկեղեցին է։ Տարբեր բաներ են բացարձակ։ Հայոց եկեղեցին, հայերի եկեղեցին է սա։ Իր տարբերություններով քրիստոնեության ուսմունքի մեջ իր ուրույն դրվածքով եւ այլն, էլի, բայց դա հայոց առաքելական եկեղեցին է։ Առաքյալներն են հիմնադրել եկեղեցին որպես այդ, այսինքն եկեղեցին Հիսուսի արյունն է։ Հիսուսից է գալիս եկեղեցին։ Հիմա պետականացումը որպես այդպեսին, ես պետական վերջին եկեղեցի, որ քրիստոնեական պետության մեջ պետական անունը ունեցել է, հունական եկեղեցին ա եղել ուղղափառն էլ հիմա այդպեսին չի։